Այս տարի 12-րդ դասարանի շրջանավարտները քննությունները հանձնելու են նույն ձևաչափով, ինչ նախորդ տարիներին են հանձնել, հաշվի առնելով, որ 12-րդ դասարանում հանրակրթության պետական նոր չափորոշիչը դեռևս չի ներդրվել, բացառությամբ Տավուշի մարզի դպրոցների, որտեղ արդեն 2 տարի է շրջանավարտները ավարտում են նոր չափորոշիչով եւ իրենց համար քննությունը կազմակերպվում է 3-րդ փուլով։ Տավուշի մարզի սովորողները հնարավորություն ունեն ավարտական քննություններին մասնակցել 3 փուլով եւ վերցնում ենք ամենաբարձր միավորները, որ 3 փուլում անցկացված քննությունների արդյունքում սովորողը կարող է գրանցվել։ Մենք բազմաթիվ հարցեր ենք ստանում նաեւ այն մասին, թե հաջորդ տարի ինչպես են կազմակերպվելու 12-րդ դասարանի շրջանավարտների քննությունները, հաջորդ տարի եւս քննությունների ձևաչափում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, պարզապես հաշվի առնելով, որ նոր չափորոշիչն արդեն ներդրված է լինելու հաջորդ տարվա շրջանավարտների ուսումնառության գործընթացում, քննությունների ժամանակ թեստերը, առաջադրանքները կազմվելու են հիմնվելով նոր չափորոշիչի վրա, որը ենթադրում է, որ նաև հնարավոր է լինեն գործնական բնույթի առաջադրանքներ, ինչպիսիք առկա են 9-րդ դասարանի քննությունների ձևաչափում։